Ողջույն սիրելիներս, հարց էր հնչեցվել Պյութագորասի աղյուսակի վերաբերյալ զրո թվի մասին։ Սովորաբար այդ երբ որ վերլուծություն է լինում Պյութագորասի աղյուսակով, զրոները այդքան էլ հաշվի չեն առնում, բայց զրոները դա զրոյացում են նշանակում։ Եթե շատ է զրոներ, դա նշանակում է անընդհատ մարդու կյանքում գոյություն ունի զրոյացում։ Իր կյանքում ամեն ինչը անընդհատ զրոյանում է կամ ինչ-որ մի բան անում է չի ավարտում կամ անընդհատ ինչ-որ մի բան կիսատ է մնում, նորից է սկսում, ինքը պետք է ուղղակի իր վրա կարողանա աշխատել հատկապես կախված է թե մնացած թվերը ինչքան կան, որքան շատ են թվերը կամ քիչ են։ Շատ կարևոր են նաև մնացած թվերը։ Ընդհանրապես առաջին թիվը դա մարդու բնավորությունն է ցույց տալիս։ Ինչպես է մարդը ցույց տալիս իրեն։ Երկրորդը դա էներգիան է։ Երրորդը գիտելիքները։ Չորրորդը առողջությունը։ Հինգը լոգիկան է, որ ինչպես է մարդը տրամաբանում ինչ-որ մի հարցի հետ։ Վեցը դա աշխատանքն է։ Յոթը հաջողությունը, թե որքան հաջողակ է տվյալ մարդը։ 8-ը պարտականությունները և 9-ը դա միտքը։ Երբ որ 9 կամ 3-ը շատ են լինում, դա ոնց որ շատ դեպքերում մարդկանց ոչ թե գիտելիքներն է շատ լինում, այլ կան չէ մարդիկ, որ անընդհատ դիմացինին ուղղելու սովորություն են և զզվացնում են դրանով։ Շատ բաներ կան, որ իհարկե ես չեմ կարող հիմա դասընթացներ տալ, բայց համենայն դեպս զրոն դա նշանակում է զրոյացում, ինչ-որ մի բանի նոր սկիզբ։ Եթե մարդու կյանքում ինքը անընդհատ նման կերպ է վարվում, ուրեմն ինքը պետք է կարողանա աշխատի իր վրա։ Որովհետև եթե ինքը չաշխատի, ինքը մինչև կյանքի վերջել է անընդհատ ինչ-որ գործ կսկսի, կիսատ կթողնի, չի ուզենա շարունակել, անընդհատ նույն բաները իր մոտ կկրկնվեն, որովհետև անընդհատ զրոյացում է։ Ինչ-որ մի բան սկսելուց հետո այդ ամենը զրոյանում է, հետո նորից էլի վերականգնվում է։ Այնպես որ հատուկ ինչ-որ Պյութագորասի աղյուսակի մեջ զրոները վերլուծելու հատուկ ինչ-որ կան, ինչ-որ պահեր, դրանք իհարկե դասընթացների ժամանակ եմ միայն ասում, բայց ուղղակի պետք է հիշել, որ դա զրո իրավիճակ է մարդու կյանքում։ Ոչինչ չի լինում, նորից պետք է սկսի։ Էլի ու էլի նորից պետք է սկսի։ Եվ եթե իրոք շատ է իր մոտ, ապա պետք է ուղղակի ինքը կարողանա իրեն փոխել, եթե չփոխի իր մոտ ամեն ինչ խառնվելու է իրար, ամեն ինչ խճճվելու է իրար։ Այստեղ կարող է նաև իր կյանքում բացակայել և լավը, և վատը։ Դա որովհետև ոչինչ է դա նշանակում, ոչինչ։ Այսինքն ոչ նա կա, ոչ գիտելիք կա, ոչ սուտ կա, ոչ ուսում կա, ոչ միտք կա, ոչ մտածելակերպ կա, ոչ ազնվություն կա, հասկանում եք, ինքը զրո է, ոչինչ չի նշանակում դա։ Նաև երկիմաստություն է դա նշանակում։ Այդքան էլ լավ չէ դա։ Իրոք ով որ հարցը տվել էր և ում որ սա հետաքրքրում է, կարող եք նաև նայել Պյութագորասի աղյուսակը ինչպես են հաշվում և դուք ինքներդ ձեր այնտեղ նայեք, ստուգեք, տեսեք որքան թիվ ունեք, որքան զրո ունեք, որքան մեկ և այլն։ Դուք ինքներդ կարող եք ստուգել այդ հաշվարկով։ Բայց մինչև մարդու որակները կամ գիտելիքները կամ և այլն ուսումնասիրելուց առաջ իհարկե պետք է պարտադիր նաև նայել, թե որ աղյուսակում քանի թիվ կա և ընդհանուր այդ թվերի գումարը։ Դա է շատ կարևոր, թե մարդը ինչ աստիճանի գիտելիքներ ունի և այլն, որովհետև յուրաքանչյուր հարկ, յուրաքանչյուր ուղղահայաց և հորիզոնական դիրք իր նշանակությունն ունի։ Եվ դա շատ կարևոր է իմանալ, քան այդ զրոները։ Եվ դա իմանալուց հետո այդ զրոները կարող եք նաև դուք ինքներդ փոխել։ Դա հենց վերաբերվում է օրինակ 2000-ական թվականներին կամ ում որը իրոք շատ ունի զրո։ Բայց առհասարակ Պյութագորասը այդքան էլ ուշադրություն չի դարձրել դրան,
որովհետև դա մարդը երբ որ ծնվել է, դա զրոյացված վիճակում է եկել է այս աշխարհ, ոչինչ չբերելով իր հետ։ Եվ նա այս աշխարհում, այս կյանքում պետք է ինչ-որ մի բան փոխի իր մեջ, որպեսզի կարողանա այդ զրոն լրացնել։ Եթե չլրացնի, այդպես է կմնա։ Ուղղակի։ Այսքանը, սիրելիներս։ Դա է, դրա մասին կարող ենք շատ երկար խոսել, իհարկե, մի փոքր դա երկար թեմա է։ Այսքանը, լավ եղեք։